Արամ Մանուկյան, համեցեք։ Շնորհակալություն։ 300 միլիոն դոլարը ինչու պետական պարտք չձևավորվեց, չձևակերպվեց եւ ոչ միտեղ չերևաց։ 1. Երկրորդը, ով է գնահատել, որ 20%-ը հավասար է 155 միլիոն դոլարի։ Կոնկրետ պատասխան եմ խնդրելու։ Հաջորդը, դուք խոստացաք ու չարեցիք այս դահլիճում։ Ես հրապարակել էի հետեւյալ թիվը, որ վնասը կազմել է 65 միլիարդ դրամ, 64.9։ Դուք այն վաճառել եք 63.3 միլիարդով։ Դուք խոստացաք այդ 5 միլիոն դոլարի տարբերության մասին ինձ տեղեկանք ներկայացնել, parlamentin տեղեկանք ներկայացնել։ Չեք արել։ Խնդրում եմ այս երեքին պատասխանեք, հետո հաջորդ կասեմ։ Առաջին հարցը ով է որոշել, թե 20%-ը ինչ է 155 միլիոն։ Սա փորձագետների հետ համապատասխան աշխատանք է տարվել, քննարկվել է 35 միլիոն դոլար տարեկան շահույթ ունեցող ընկերության գինը ինչքան կարող է լինել։ Այստեղից համապատասխան հետևություն է արվել, թե ինչքան կարող է լինել այդ գինը, եւ ըստ դրա արդեն բանակցություններ են վարվել ռուսական կողմի հետ։ Եվ եթե ելնենք սրանից ու փորձենք գնահատել, թե ինչքանով ենք ճիշտ վաճառել, ապա կտեսնենք, որ 35 միլիոն տարեկան շահույթ ունեցող ընկերության գինը լավ 10 անգամ, 12 անգամ, 15 անգամ ավել կարող է լինել, ոչ ավել։ Թեկուզ այսօր միջազգային պրակտիկայում նման բան չկա։ Իսկ մեր հաշվարկներով այն բանակցությունների արդյունքում այն թվին, որը ասել են, կազմում է 155 միլիոն։ Հետևաբար մեր գնահատմամբ բավականին հաջող բանակցությունների արդյունքում է այս թիվը առաջացել։ Երկրորդ հարցը վերաբերվում էր մեկը վնասի ձևակերպում է, մեկը բաժնետոմսերի գին։ Մենք ասել ենք, որ այդ վնասը, որ առաջացել է 2011 թվականից մինչև այժմ, այդ վնասի մի մասը փոխհատուցելու է ռուսական կողմը։ Իսկ բաժնետոմսերը գնահատվել են այդքան, այսինքն այդ 5 միլիոնը ռուսական կողմն է իր վրա վերցնում։ Արամ Մանուկյան։ 300 միլիոնը առաջացել է 2011 թվականի ապրիլի 1-ից առ այսօր, գործարքի փակման օրը։ Արամ Մանուկյան, արձագանքելու համար, համեցեք։ Ուրեմն փորձագետներ ասածը ամենևին հիմք չէ։ Ես խոսում եմ իրավաբանական փաստաթղթի մասին։ Ով է գնահատել 20%-ը 65 միլիարդ դրամ։ Էլի կպատասխանեք։ Հաջորդը։ Ես պարլամենտի ղեկավարությանն եմ դիմում եւ հանրապետական կուսակցությանը։ 2008-ից այս կողմ մեծ պայմանագրից հետո գազի ստորագրվել է նաեւ 22 արձանագրություն։ Իմ 6 ամսվա աշխատանքի արդյունքում ես այդ արձանագրություններից տեսել եմ միայն մեկը։ Դիմում եմ հանրապետականին եւ ձեզ, պարոն Աբրամյան։ Մինչև այդ 22 արձանագրությունները դուք, ես չէ, չկարդաք, այս քվեարկությունը չանեք։ Որովհետև ես կարծում եմ, որ այդ 22 արձանագրությունների մեջ կան բաներ, որոնք դուք էլ չգիտեք, գիտեմ, որ այդպես է, որ դուք էլ չգիտեք, եւ այնտեղ շանգլուխը միգուցե այնտեղ է թաղված։ Խնդրում եմ ձեզ, մինչև այդ արձանագրությունները դուք չնայեք, որևէ քվեարկության մի գնացեք։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է այդ 63 միլիարդի որոշմանը, որոշել է կառավարությունը։ Ինչ վերաբերվում է 300 միլիոնի, ապա ասեմ, որ դա առաջացել է 2011 թվականից մինչև այսօր։ Ինչի պետական պարտք չի, ինչպես դուք եք ասում, պետական պարտք չի արձանագրել, որտեղ դեռևս թվի մասին գաղափար անգամ չկար, բանակցություններ էին ընթանում, ինչ պետական պարտքի մասին պետք է խոսք լիներ։ Այն ժամանակ ոչ թվի մասին գաղափար կար, ոչ էլ գաղափար կար, թե ինչ է սա դառնալու, ինչ պետական պարկ ձևակերպել։ Այ հիմա երբ որ արդեն պարզ է, արդեն բերել ենք նաև ձևակերպելու։